հոդվածով, հա, քննչական կոմիտեն Չեմ ձեզել ընդունել մեղադրանքը։ Բացակայելու արգելք է կիրառվել ձեր նկատմամբ։ Մտավախություն չունեք, որ այդուհանդերձ ձեզ կտանեն կալանքի երկու ամսով։ Այս հոկտեմբերի 20-ից հետո անդադար եւ լրատվությունը ինձանից վերցնում է նյութեր, նույն հարցը հղում է, ես նույն պատասխանը նորից կտամ։ Ամեն ինչ կարող է լինել, մենք ոչ մի բան չենք բացառում, բայց դրան էլ հագազդում ենք եւ պայքարում ենք, մենք հետ չենք կայանում այդ պայքարից։ Այդ ես նաեւ կարող եմ ավելացնել, որ դա հիմա կառավարման ճգնաժամ չկա, բայց դա ուղիղ կառավարման ճգնաժամի է տալու։ Եթե այդպիսի քայլի գնա իշխանությունը, ապա դա ուղիղ կառավարման ճգնաժամի կտանի Գյումրին եւ կոլապսի կենտրոնի։ Պարոն Արաքելյան, Վարդան Ղուկասյանը Դանդրանում ասում է 2007 թվականից մահապետից հետո իմ ընտանիքի նկատմամբ բռնություններ են եղել, այս պահին Տիկին Խոստանջյանը բարձրաձայնեցավ անքին այդ տարածքում որտեղ բնակվում են ներքին եւ արտաքին դիտումանների հետ կապված։ Ասեմ, ճիշտ ասած, երևի Տիկին Խոստանջյանի նկատմամբ խուզարկությունը, այդ օրը խուզարկությունը միաժամանակ է տեղի ունեցել, ես չեմ կարողացել մեր տանը եւ պարոն Ղուկասյանի տանը խուզարկությունը միաժամանակ է տեղի ունեցել, չեմ կարողացել ներկայացնել կամ տեղյակ լինել, դրա համար Իսկ ինչ են ձեզ տանից տարել, ինչ-որ բան վերցրել։ Չէ, իմ հեռախոսն էին արգրավել։ Եվ պարոն Արաքելյան, նախորդ կիրակին կամ դրան մեկ այլ նախորդ այո, իշխանությունը 7 վերք եկեղեցում էր, որտեղ տեսանք ինչ տեղի ունեցավ հսկայական ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել, ասես կաթողիկոսին հավատացյալ մարդիկ իրանում էին եկեղեցուն լանկարկում, երբ քահանան զեղչում էր կաթողիկոսյանն, Գյումրիում տեղի ունեցած պատկերը, ինչպես կբնորոշեք, ինչ է ձեզ համար այդ բանը։ Ես ասեմ, դա մեկնաբանություն չունեմ այն բանով, որ հոգևորականները տվել են այդ մեկնաբանությունները, միանշանակ մեր Շիրակի հոգևորականները համակարծիք եմ իրանց հետ, այդ ամեն ինչի հետ եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ միշտ կաթողիկոսի, սրբազանի եւ այդ ամեն ինչի ցիսակադարություն կատարվել է, հնչեցվել է եւ ընդունել է եղել։ Ես կարծում եմ, որ մեր հայ առաքելական եկեղեցու հանդեպ հետապնդումները պետք է կատարվեն, դա լավ թե չի։ Իսկ դուք այդ օրը որտեղ էիք։ Ես ամենափրկիչ եկեղեցում եմ, մասնակցում եմ Սուրբ Պատարագին։ Վերջին օրերին քննարկվում է նաև Գյումրու տոնածառի շուրջ չի դադարում, քննարկումները նաև ասում են, որ վթարային է, չգիտեմ, նիստի ժամանակ ասել եմ սուրպրիզ է լինելու, շատ գեղեցիկ տոնածառ է լինելու, այդ որ նշում ենք նախընտրություն չկա այդպիսի բան, պարզապես այս տոնածառը ավելի բարձր է, ավելի գեղեցիկ է լինելու եւ ասում եմ ինքը բնական ճյուղերով է։ Ինչքան եք նախատեսել։ 22 միլիոն դրամ զարդարանքի համար։ Այսինքն որ նշվում է վթարային է եւ այլն չկա։ Պարոն Արաքելյան, շարժվում էր, որ 22 միլիոն հատկացվել է վերանորոգման համար։ Դուք այդքան հատկացրել եք վերանորոգմանը։ Վերանորոգման ծախսերն ինչքան են եղել եւ այդ 22 միլիոնից ինչքան է։ Այսինքն մոնտաժում, ավամոնտաժում առանձին գումար է, ըստ երևույթին այսքանի օրս բարերարի ինչ կողմից է տալու այդ գումարը 22 միլիոն դրամը հատկացվել նոր զարդարանքների, դեկորների, փողոցների զարդարանքների համար, միայն դրա գումարն է, վերանորոգումն էլ կազմել է 671,000, որը փոխանցվել է։ Ով է բարերարը, ով ֆինանսավորելու է։ Կգահորը հիմա չեմ ասում, թող լինի դա պատգամավոր սուրպրիզ։ Կարեն Սարոխանյանը հեգնում էր, ասում էր այդ տոնածառի ճյուղերը հակահրդեհային Չեմ ճանաչում, ես չեմ ճանաչում, չէ, այդպիսի մարդկանց չեմ ճանաչում։ Պարոն Արաքելյան, դուք մտավախություն։ Մենք ճանաչված մարդիկ ենք, դրա համար ճանաչում են, իրանք չեմ ճանաչում։ Պարոն Արաքելյան, մտավախություն չունեք, որ մինչև 2026 թվականի ընտրությունները համապետական Գյումրու այս պահին ընդդիմադիր խմբակցությունը կփորձի այնպես անել, որ իրենց կողմից լինի քաղաքապետը, որպեսզի նաև իրենք կարողանան համապետական ընտրություններում ձայներ տանել։ Չեմ հասկանում,
Մենք հանդիմությունն է կառավարում։ Նկատի ունեմ դուք հիմա քաղաքային իշխանություն եք, ընդդիմություն քաղաքացիական պայմանագիրն է, այսինքն հասնել նրան, որ այո, համապետական ընտրությունները մինչև իրենց տեխնացուն կամ իրենց անձնական Այսպես ասեմ, կոնկրետ մեր քաղաքական ուժը կոմունիստական կուսակցությունը միանշանակ ինչ սցենարներով որ նայեն ընդդիմության դաշտում է գտնվում եւ գտնվելու է։ Հարցես լրիվ այլ է, պարոն Առաքելյան։ Այսինքն մենք ՀՊ-ին ձայն չենք տալու։ Դուք ՀՊ-ին ձայն չեք տալու, բայց կարող են կոլապսի առաջ կանգնեցնել կամ ճգնաժամ առաջացան եւ նորից պրայմերիզ, այսպես ասած, Փաշինյանը։ Այդպիսի քայլերի գնան եւ ինձ կալանավորեն, խորացնեն ճգնաժամ։ Հիմա կառավարման ճգնաժամ գոյություն չունի։ Եթե դրան այդ ժամանակ արդեն ինձ թվում է Գյումրեցին եւ ամբողջ Շիրակի մարզը իրեն բնորոշ վարկագծով 26 թվականի ընտրություններին պատասխանը կտա։ Շնորհակալություն։